բանը իմ վերջի հարցը վերաբերում այս հիբրիդային սպառնալիքների հետ կապված նայեք մենք փաստորեն Հայաստանի արտգործնախարարությունը դիմել է Եվրամիությանը անցած տարի ստացել են իրենց համաձայնությունը այս վերջերս էլ որոշում է կայացվել որ հատուկ խումբ պետք է այցելի Հայաստանի Հանրապետություն այդ ուղղությամբ խորհրդատվություն մեզ Հայաստանի Հանրապետությանը իրականացնելու այդ կոնտեքստում ուզում եմ հետևյալ որոշ հանգամանքները մատնանշեմ եւ հարցնեմ արդյոք դուք տեղյակ եք այս հանգամանքներին եւ որևէ անհանգստություն սա առաջացնում է թե չէ օրինակ այս վերջերս փետրվարի 3-ին չգիտեմ տեղյակ եք թե չէ ներկայացուցիչների պալատի այսպես կոչված Judiciary Committee-ին զեկույց էր հրապարակել որով գնահատում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական գործընթացներին տարբեր ձևաչափերի միջամտությունը արտասահմանից դրսից եւ մեծ ուշադրություն էր այդ զեկույցում արված Եվրամիության միջամտությունը ամերիկյան ներքին գործերին տարբեր ձևաչափերով եւ այլն եւ շատ հետաքրքիր է որ այդ նույն զեկույցը մատնանշում է որ ըստ էության Եվրամիությունը որպես կառույց կենտրոնացված իր բոլոր լծակներով հանդերձ նաեւ միջամտություն է թույլ տվել ներքին գործերին քաղաքական process-ներին մասնակցելու ոչ միայն իրեն անդամ երկրների, այլ նաեւ Եվրամիությունից դուրս անդամ երկրների։ Ես սա ձեզ մատնանշում եմ ոչ թե իմ հետազոտությունը կամ որևէ, այլ կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցչական պալատի կոմիտեի զեկույցը, որը հրապարակային է հասանելի է բոլորին։ Այս վերջերս էլ գաղտնիք չի, որ Եվրամիության մի քանի անդամ պետությունների ներկայացուցիչներ բարձրաձայնում են, որ Եվրամիության ապարատը իդեմս ղեկավարության միջամտում է իրենց ներքին գործերին։ Ու մասնավորապես հիմա դա բավականին ինտենսիվ խոսվում է Հունգարիայի առաջիկա ընտրությունների կոնտեքստում, խոսվել է Սլովակիայի ընտրությունների կոնտեքստում, քննարկումներ են եղել նաև Ֆրանսիայի եւ այլ երկրների կոնտեքստում։ Եվ նաև գաղտնիք չի նաև ձեզ համար կարծում եմ, որ նմանատիպ ակնհայտ բացահայտ միջամտության մասին միջև հիմա մեղադրանքներ են ներկայացնում եւ բարձրաձայնում է Վրաստանը։ Այս կոնտեքստում կուզենա իմանալ այս բոլոր անհանգստությունները ինչ որ ձևով քննարկվել են, վերլուծվել են եւ օրինակ նույն Վրաստանի գործընկերների հետ առիթ ունեցել եք խոսելու, ասենք օրինակ Եվրամիությունը իրանց ներքին քաղաքական process-ներին ո՞նց է միջամտել, ո՞նց է դա արտահայտվել եւ դա ինչ իրավիճակ է ստեղծել իրենց մոտ, որտեվ մենք հիմա փաստորեն աշխատելու ենք մի կառույցի ներկայացուցիչների հետ, որոնց աշխարհում բավականին հեղինակավոր եւ ազգային պետություններ եւ կազմակերպություններ իրենց են մեղադրում ուրիշի ներքին գործերի մեջ միջամտելու մասով։ Այսքան։ Շնորհակալություն։ Մենք Եվրամիության հետ ընտրական գործընթացների թափանցիկությունը ապահովելու համար առաջին ընտրությունները չի որ աշխատում ենք եւ անգամ 18 թվականից սկսած չի որ աշխատում ենք, վստահ եմ ինձնից լավ դա գիտեք պարոն Գևորգյան։ Հիմա եւ եկեք հասկանանք ինչի մասին է խոսքը գնում, երբ խոսում ենք, որ եվրոպական մի կողմ դնելով անվանումը էքսպերտային աջակցությունն է Հայաստանը հայցել։ Դուք դեմ եք, որ Հայաստանն ու Եվրամիությունը կիբերանվտանգության ոլորտում համագործակցեն իրար հետ։ Եկեք շեշտադրումներ չփոխենք, էլի։ Չէ, ես փորձում եմ բացել ինչի մասին է։ Ես հերթով կասեմ ինչի մասին։ Իրանք կիբերանվտանգությամբ չեն գալիս։ Դուք կոնկրետ նամակ եք հղել, իրանք է կոնկրետ նամակի կոնտեքստում ասել են, որ ուղարկում են հիմա մասնագետների խումբ, որոնք պետք է օգնեն Հայաստանի Հանրապետությանը ներքին քաղաքական process-ների վրա արտաքին ազդեցության այդ հիբրիդային սպառնալիքները չեզոքացնելու։ Ես փորձում եմ ասել այդ համագործակցության շրջանակը ինչի մասին է։ Դեմ եք, որպեսզի կիբերանվտանգության ոլորտում Հայաստանն ու Եվրամիությունը։ Հիմա հաջորդիվ կասեմ նաև մնացած բան։ Անգևոքյան, լսենք, երևի կկապվի այդ երկուսը իրար հետ, էլի։ Հա։
ասում եմ, ես ձեզ հարց եմ տվել ուրիշ կոնտեքստում, ասում եմ, ձեզ չի անհանգստացնում, որ մենք հրավիրել ենք մի կազմակերպության ներկայացուցիչների, որոնց, ասենք, Միացյալ Նահանգների կոնգրեսը կամ կոնգրեսի համապատասխան կառույցները, նույն անդամ պետությունների ներկայացուցիչները Վրաստանը իրենք են իրենց մեղադրում այլ պետությունների ներքին գործերի միջամտելու։ Իմ հարցը ընդհանրապես սա է։ Ես չեմ ասում լավ է, վատ է, ընդհանրապես կոնկրետ շատ հարց եմ տվել։ Ես կուզենայի այդ կոնկրետ հարցին պատասխանել։ Ես կոնկրետ պատասխանում եմ, որ կիբերանվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի, ապօրինի ֆինանսական միջոցների շրջանառության այս ուղղություններով համագործակցությանը չեմ կարծում, որ ինչ որ մեկը պիտի դեմ արտահայտվի եւ այս այն ուղղություններն են, որտեղ մենք մեր Եվրամիության գործընկերների հետ աշխատելու ենք եւ միայն Եվրամիության գործընկերները չեն, որ Հայաստանին ընտրական գործընթացներում տարիներ շարունակ աջակցություն են ցուցաբերել, այդ աշխարհագրությունը Ճապոնիայից մինչև Միացյալ Նահանգներ ա եղել եւ հիմա էլ բացի Եվրամիության գործընկերներից մեզ այս գործընթացներին թափանցիկությունը եւ արդարությունը ապահովելու համար աջակցելու են թե Միացյալ Նահանգների գործընկերները, թե Մեծ Բրիտանիայի գործընկերները, համագործակցությունը չի սկսվում եւ չի ավարտվում Եվրամիության հետ համագործակցությամբ։ Դուք կոնգրեսի զեկույցին ծանոթ եք։ Զեկույցին ծանոթ չեմ, կծանոթանամ, միևնույն ժամանակ նշեցի, որ համագործակցությունը ծավալվում է տարբեր գործընկերների հետ։ Այդ թվում բնականաբար ինչպես ցանկացած համագործակցություն, այդտեղ նույնպես պետքա կոորդինացիոն աշխատանք տեղի ունենա եւ այդ կոորդինացիոն ներողություններ ավարտ։ Այդ կոորդինացիոն աշխատանքներում, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրականացնում է, նույն սեղանի շուրջ նստում են նույն Միացյալ Նահանգները եւ Եվրամիության գործընկերները, որոնք ձեզ եւ ձեր հղում կատարած փաստաթղթի եւ ձեր հիպոթեզի պիտի խնդրեմ ունենային դրա հետ։